30 տարի հայկական երազանքի ճանապարհով։ Ինեկո բանկը նշում է հոբելյանական տարեդարձը։ Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ամփոփվել են 3 տասնամյակի ձեռքբերումները եւ հայտարարվել զարգացման նոր փուլի մեկնարկի մասին։ Սկզբից եղել է տեսլական, որը համեմված է եղել Հայաստանի ապագայի նկատմամբ հավատով, եւ 30 տարի հետո մենք տեսնում ենք, որ այդ հավատը իրատեսական էր, բայց դրա հետևում կանգնած է տարիների քրտնաջան աշխատանք։ Հետևողականորեն, քայլ առ քայլ, այսպես ասած քարը քարին դնելով, յուրաքանչյուր հաճախորդի հետ զարգանալով, միջազգային բազմաթիվ գործընկերների հետ համագործակցելով, նորույթներ Հայաստանի Հանրապետություն բերելով, կարողացել ենք հասնել այսօր այս դիրքին։ 30 տարվա ճանապարհը, որը մեկնարկել է համարձակ գաղափարով, այսօր վերածվել է կայացած տեխնոլոգիական եւ հաճախորդակենտրոն ֆինանսական հաստատության պատմության։ Ինեկո բանկը հետևողականորեն զարգացել է ժամանակի մարտահրավերներին համընթաց, ձևավորելով վստահելի գործընկերոջ համբավ թե անհատների, թե բիզնեսների համար։ 30 տարվա ընթացքում արձանագրել ենք շոշափելի արդյունքներ, շուրջ 3.5 տրիլիոն դրամի վարկավորում, որից 2 տրիլիոն դրամը ֆինանսավորում է եղել հայկական բիզնեսներին, 2.5 տրիլիոն դրամի վստահված խնայություններ եւ 120 եռամսյակ շահութաբեր գործունեություն։ Սրանք իհարկե միայն թվեր չեն, այս ամբողջի հետևում կա հազարավոր ընտանիքների բնակարաններ, զարգացած բիզնեսներ, հազարավոր աշխատատեղեր եւ հաջողված նախագծեր։ Ցուցանիշները վկայում են բանկի կայուն աճի, տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի դերի մասին։ Ինեկո բանկը մշտապես աջակցել է նաև ամենատարբեր բարեգործական ծրագրերի։ Կարևոր նախաձեռնություններից է Ինեկո բանկը քո կողքին կրթական ծրագիրը, որը ֆինանսավորել է հարյուրավոր ուսանողների Հայաստանում եւ արտերկրում։ Ինեկո բանկի աջակցությամբ կիրականացվի եւս մեկ բարեգործական նախաձեռնություն, կթվայնացվի Հայաստանի ազգային պատկերասրահի եզակի հուշաձեռագրային հավաքածուն։ Սա պարզապես թվայնացման մասին չէ, սա պարզապես նորագույն տեխնոլոգիաների մասին չէ, սա մշակութային հսկայական ժառանգության պահպանության մասին է։ Շատ կարևոր է, երբ գործընկերները կիսում են արժեքները, եւ ես այսօր հասկացա, որ մենք իրոք ունենք նույն արժեհավաքարկը, եւ կարծում եմ, սա մեր գործընկերության միայն սկիզբն է։ Երեկոյի ընթացքում Ինեկո բանկի հիմնադիր Ավետիս Բալոյանը Հայաստանի բանկային ոլորտի զարգացման գործում մեծ ավանդի համար Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով։ Մուտք գործելով նոր տասնամյակ Ինեկո բանկը հավատարիմ է մնում իր հիմնական արժեքներին, միաժամանակ ձևավորելով ապագայի ֆինանսական ծառայությունների հայկական մոդելը։ Երեկոյի խորհրդանշական եզրափակումը հայկական երազանքի ճանապարհով գիրքն էր, որը ներկայացնում է Ինեկո բանկի 30-ամյա պատմությունը։